Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր պատրաստում եմ տորտ Ժոզեֆինը։ Հին տարբերակով ես բաղադրատոմսը մի փոքր փոխել եմ եւ կարծում եմ այս նոր բաղադրատոմսը դուք եւս կհավանեք։ Եվ սկզբից պատրաստում եմ կրեմը, 1 ձվին ավելացնում եմ 3 ճաշի գդալ ալյուր, խառնում եմ, աստիճանաբար ավելացնում եմ 500 մլ կաթը, եւս լավ խառնում ենք, որ զանգվածը լինի համասեռ, ավելացնում եմ 150 գրամ շաքարավազ եւ ուղարկում եմ եփելու։ Եփում եմ մինչ զանգվածը չպնդանա եւ դառնա համասեռ։ Ավելացնում եմ վանիլին, տաք կրեմի մեջ ավելացնում եմ 50 գրամ կարագ, փակում եմ սննդային թաղանթով եւ թողնում եմ մինչեւ սառի։ Մինչ այդ կպատրաստեմ շերտերը։ Եվ պատրաստում եմ շերտերը, 3 ձու է հարկավոր, հարում եմ, ավելացնում եմ 100 գրամ շաքարավազ, այս բաղադրատոմսում ես նվազեցրել եմ շաքարավազի քանակը, ավելացնում եմ 200 գրամ հալած կարագ, լավ խառնում եմ, փխրեցուցիչը, այստեղ 2 թեյի գդալ է, խառնում եմ ալյուրի հետ եւ աստիճանաբար ավելացնում եմ զանգվածին, հունցում եմ փափուկ եւ նուրբ խմոր։ Խմորը բաժանում եմ 4 հավասար մասի եւ արդեն սկսում եմ բացել առաջին շերտը։ Շերտերի չափը 33-23 սանտիմետր է, բացում եմ խմորը, պատարագաղով անցքեր եմ անում եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 200 աստիճան ջեռոցը մոտավորապես 7-10 րոպեով։ Արդեն պատրաստ շերտը հավասարեցնում եմ եւ նույն եղանակով պատրաստում եմ մնացած 3 շերտը։ Հավաքում եմ տորտը, առաջի շերտը կսում եմ կրեմով, տարածում եմ կրեմը, նույն եղանակով երկրորդ շերտը միայն ավելացնում եմ մանրացրած ընկույզ։ Վերջի շերտը պատում եմ ջեմով, ես օգտագործում եմ սալորի ջեմ, դուք կարող եք ըստ ձեր ճաշակի։ Սալորի ջեմով պատում եմ, վրայից մանրացրած ընկույզ եւ շերտերի փշուրները։ Այսպես շատ համեղ, արագ պատրաստվող եւ շքեղ խմորեղեն է ստացվում, իսկ ես մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, մինչ նոր հանդիպում։